Ճեպազրույցում հայ-ռուսական հարաբերությունները կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք ըստ վարչապետի պարզվում է տարբեր բովանդակություն ունեն, քննարկման առանցքում էր։ Մասնավորապես հարց հնչեց, ինչու է այս պահին Ռուսաստանը կարևորում, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի քաղաքական առումով եւ ինչու Երևանը տնտեսական բաղադրիչից բացի չի խոսում նաեւ քաղաքականի մասին։ Պրոբլեմը հետեւյալի մեջ է. Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչեւից Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի լավ ու վատ գործընկեր լինելուն, Փաշինյանը վերադարձավ դեռ 2022 թվական ու հարցին հարցով պատասխանելով ասաց, թե Հայաստանը ինչով լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ չկատարեց իր գործառույթները։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը Բելարուսի նախագահը փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Իսկ թե ինչու է հեռախոսազրույցին Պուտինին խնդրել վերացնել Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների սահմանափակումները, վարչապետը պարզաբանեց։ Խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ եւ որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ ԵԱՏՄ-ն էլ Փաշինյանի դիտարկմամբ կաթվածահար վիճակում է եւ չի գործում, իսկ կաթվածահարությունը ըստ նրա խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Գալով Հայաստանի ներքաղաքական դաշտին հարց հնչեց նաև ուժեղ Հայաստան դաշինքի բարեգործություն անելու խոստումների մասին։ Փաշինյանի խոսքով պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եւ դրան պետք է լինի նաև համապատասխան արձագանք։ Հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Ներքաղաքական իրավիճակի դրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արարատ ցեմենտ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին, քննադատելով ձեռնարկության կառավարման եւ արտադրական պայմանների վերաբերյալ առկա խնդիրները։ Ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան է։ Դա ավար է ընդամենը, ման թալանի օբյեկտ է։ 2 տարի առաջ, երբ դեռ չկար դրոնով նկարահանած կադրեր, վարչապետն ինքն է գործարանի մոտով անցնելիս Ծառուկյանին մի առիթով ասել, թե գոնե մուտքը մի քիչ կարգի բերեն։ Հիմա Փառք Աստծո անցել է պետության կառավարմանը, եւ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք։ Մնալով Հայաստանի ներքին խոհանոցում լրագրողները նաև հետաքրքրվեցին բանակում ինքնասպանությունների մտահոգող աճի պատճառներից։ Վարչապետը թերևս 3 պատճառ նշեց։ Մեկը խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելը եւ պարտքը փակել չկարողանալն է։ Այս մասով միջոցներ են ձեռնարկվել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողներին խաղադրույք կատարելը, բայց համակարգը ըստ Փաշինյանի դեռ ներդրման փուլում է։ Այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Երկրորդ պատճառը ընտանեկան եւ անձնական խնդիրներն են, որ քաղաքացիական կյանքում ունեն։ Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքերում ժամապահության ընթացքում քնելու հետ։ Մի ռեպ երգ կա, երգի հայաստանյան ռեպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես
ասում է ինքը խոսում է իր մասին, ասում է այս դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասե դիրքում քնող, այս ինչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում է դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են, քնում են։ Եթե դիրքապահը քնել է, շաղմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի բան, մեկուսացում, կղզիացում եւ այլն, հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-ից 90%-ը կապված է այս երեք իրավիճակների հետ, նկատեց Փաշինյանը եւ հավելեց. այո, մեղավորության բաժին ունի այնքանով, որ մինչեւ հիմա խնդրի լուծումը չեն գտել։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։